Ողջույն 24-ի եթերում հետագից Տենվես Նարեկ Գալստյան, այս բանի ես հյուրընկալ եմ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Մելքումյանին, պարոն Մելքումյան ողջունում եմ եւ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Պարոն Մելքումյան, դուք այն անձնավորությունն եք, որ Արցախի անկման վերջին օրերին մեկնեցիք Եվլախ ադրբեջանցիների հետ բանակցությունների, գիտեք, իհարկե անցել է արդեն որոշակի ժամանակաշրջան, բայց մենք բոլորս այսպես լարված նայում էինք այդ բանակցությունների արդյունքներին, տեղի ունեցավ այն ինչ որ տեղի ունեցավ։ Եթե կարճ անդրադառնանք, չեմ ուզում մեր խոսակցությունը վերածվի պատմական էքսկուրսի, բայց այնուամենայնիվ եթե կարճ անդրադառնանք, ինչ էին ասում ադրբեջանցիները այդտեղ, դուք այնտեղ շանս տեսնում էիք մնալ ու ապրել ադրբեջանցիների հետ որոշակի իրավունքներով, ինչպես այսօր Հայաստանում բարձրաձայնում են օրվա իշխանությունները, որ գնայիք բանակցեիք եւ ապրեիք ադրբեջանցիների հետ։ Շնորհակալություն, շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, շատ ծանր օրեր էր եւ կարծում եմ հենց ձեր վերջի ասածից երևի պետք է սկսենք։ Արդյոք կար շանս, կար հնարավորություն, քանի որ այս վերջի ժամանակահատվածում բավականին շատ է շահարկվում մնայիք այնտեղ, ապրեիք եւ այլ։ Կարող եմ միանշանակ ասել, դա բացառվում էր։ Բացառվում էր հաշվի առնելով այն բոլոր երաշխիքների բացակայության ֆակտորը, որ մեզ կտար այնտեղ ապրել այսպես համարժեք ունենալով մեր բոլոր իրավունքները եւ պաշտպանելով մեր բոլոր իրավունքները։ Խոսքը ինչի մասին է։ Մենք այնտեղ ունենք մի քանի քաղաքացի, ովքեր որ այսօր շատ ակտիվ մասնակցում են այդ դատավարական գործընթացներին վկայի կարգավիճակով։ Իհարկե, չեմ կարծում, որ գիպսի միշիկ եւ հա, չեմ կարծում, որ իրանց կամքով են գնացել կամ առհասարակ այդ մարդիկ ինչ որ դերակատար են եղել, բայց մնալով այնտեղ վստահ եմ այդ թիվը, այդ քանակը մարդկանց էլ ավելի շատ կլինի ստիպողական։ Եվ սա խոսում է դրա մասին, որ մինչդեռ երկու այսպես ազգություն, երկու պետության մեջ մարդիկ, ովքեր որ պատերազմել են տարիներ շարունակ եւ միանգամից ասել ոչինչ բան չի եղել եւ եկեք ապրեք միասին, դա բացառում է։ Դա բավականին մեծ եւ երկար գործընթաց պետք է տեղի ունենա, որը որ ասենք տարբեր երկրների փորձից մենք տեսնում ենք, ասինքն քաղաքացիական հասարակության հետ հանդիպումներ, տարբեր շերտերի հետ հանդիպումներ եւ ի վերջո ժողովուրդը եթե ինքը հասկանա, որ այո, սա անվտանգ երկիր է եւ անվտանգ բոլոր անվտանգային պայմանները այստեղ հաշվի առած են եւ որոշումը իրենք արդեն պետք է կայացնեն։ Մնում ենք կարող է այդպեսի բաներ որոշում մնալ եւ ապրել Ադրբեջանի կազմում, ադրբեջանական դրոշով, վերածննդի հրապարակում ադրբեջանական դրոշը պարզած, խաչերը հանած եւ այլն եւ այլն։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ, առաջարկվում է լինել Ադրբեջանի քաղաքացի բոլոր հետևանքները։ Այո, հենց խոսքը շատ ճիշտ եք նշել, հենց խոսքը դրա մասին է եւ քիչ առաջ ես ինչպես նշեցի, հաշվի առնելով մեր պահանջները, մեր պայմանները, արդյոք մեր պայմանները հաշվի կառնեին, այսինքն ունենալ այն լայն ստատուսը, որ մենք ենք ուզում եւ ունենալ այն անվտանգային երաշխիքները, միջազգային անվտանգային երաշխիքների մասին է խոսքը, որպեսզի ես ազատ կարողանամ տեղաշարժվեմ, որտեղ ուզում եմ, ոնց ուզում եմ եւ ունենամ իմ պետական ինստիտուտները, պետական կառույցները, իհարկե կրոնը, կրթություն, մշակույթ եւ այլ։ Պարզ է, որ պետական կառույցները պարտությունից հետո բացառվում են, որպեսզի ադրբեջանցիները համաձայնվեին մնալ։ Այնց Երևանի իշխանությունները ինչ են ասում, հա։ Ասում են, որ Հայաստանի իշխանությունները ասում են, որ մենք ձեզ ասում ենք գնացեք Սոֆիայում բանակցեք, գնացեք Բրատիսլավայում բանակցեք, ձեզ ակնհայտորեն Ռուսաստանին ակնարկելով ձեզ Ռուսաստանից մեկը Հայաստանի ընդդիմությունից զանգեցին ու ասացին չանեք նույն բան, Արայիկ Հարությունյանին փոխեցիք ռազմական հեղաշրջում արեցիք, հեղաշրջում լավ ռազմական չասեմ, հեղաշրջում արեցիք երկրում, հեղաշրջման հետևանքով գնացիք Եվլախ, Սոֆիայի եւ Բրատիսլավայի փոխարեն, այսօր Արցախում ապրում է 3-4 հայ։ Սա այն ամբողջ մեղադրանքների շղթան է, որը որ ներկայացվում է Արցախի ընդհանրապես էլիտային ասեմ, հա, այսպես ոչ միայն իշխանություններին, այլ նաև դերակատար մարդկանց։ Լավ, տեսեք, ինչ կփոխվեր, եթե մենք գնայինք Սոֆիա, եթե մեծ հաշվով իրանք այդ ծրագիրը արդեն ունեին։ Ինչ կփոխվեր, ինչ կտար մեզ Սոֆիան, եւ բացի Սոֆիայից մենք ընդունել ենք բոլոր իրանց առաջարկները։ Ադրբեջանցիներին։ Այո, գրեթե բոլոր։ Մենք միշտ ասել ենք, մենք պատրաստ ենք ցանկացած ժամանակ խոսալ ձեր հետ։ Եվ շատ կարևոր է, երբ որ Հայաստանի իշխանությունները մեղադրում են մեզ, այդ գործընթացը ինչից հետո տեղի ունեցավ։ Այն ժամանակ, երբ որ իրանք բանակցում էին եւ հրաժարվեցին մեզանից,
եւ հետո արդեն սկսեցին մեզ մեղադրել, որ դուք եք այդ ամեն ինչի պատճառը, սա միակ абսուրդ է մեծ։ Իրենք բանակցեցին, իրենք բանակցության արդյունքում պարտվեցին, հետո իհարկե, առհասարակ Արցախի անկումը ինքը բազմաշերտ այսպես գործընթացներից էր կախված։ Իհարկե, ամենաառաջին, ամենակարևորներից մեկը պետք է նշենք, որ մենք հայտնվել ենք հավաքական արևմուտքի եւ Ռուսաստանի պատերազմի բախման կիզակետում կամ կիզակետերից մեկում, այսպես ասած, սա էր շատ նաև կարևոր էր այն, որ ճանապարհի կեսից Հայաստանի իշխանությունները փորձեցին փոխել վեկտորը դեպի հավաքական արևմուտք, հույս ունենալով, որ Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայում անխուսափելի է եւ իրականում տարածաշրջանում լրիվ նոր իրավիճակ է լինելու եւ այս ամենը միանշանակ ինքը այսպես ստեղծեց այն բարենպաստ պայմանները, երբ որ Ադրբեջանը արդեն իսկ կարողանում էր բոլորին ասել, համոզել միջազգային նույն այդ հեղինակություն վայելող կազմակերպություններին, պետություններին, որ ինչ եք ուզում մեզանից, Հայաստանը հրաժարվել է Արցախից, սա իմ ներքին գործն է եւ ես կազմակերպում եմ հակաահաբեկչական օպերացիա։ Սա է իրանց հիմնավորումը։ Բայց երբ որ խոսում ենք արցախցիներից եւ չմնացիք, չկռվեցիք, ինչպես դուք նշեցիք Արայք Հարությունյանի հրաժարականը կամ մենք ստիպել ենք, երբ որ բոլորը տեղյակ են, որ հակառակը այն քաղաքական ուժերը, որոնք որ ներկայացված էին խորհրդարանում, իհարկե արտախորհրդարանական կային նաեւ բազմաթիվ սադրիչ, այսպես ասենք, ուժեր, ովքեր որ ուղղորդվում էին տարբեր կենտրոններից։ Այսօր այդ սադրիչ ուժերի մեծ մասը շատ ակտիվ համագործակցում է օրվա իշխանությունների հետ։ Միանշանակ։ Եվ ավելին ասեմ, մենք բարբերաբար հանդիպումների ժամանակ փորձում ենք համոզել նույն Արայք Հարությունյանին, որ չգնա այդ քայլին։ Որ հրաժարական չտայի նկատի։ Միանշանակ։ Դրա մասին շատ է խոսվել, իմ տաղավարում էլ է խոսվել, մանրամասն այդ ամբողջ գործընթացներին նկարագրվել են, որ Արայք Հարությունյանը 2 անգամ հրաժարականը, 3 անգամ տվել, վերջում արդեն փաստի առաջ են կանգնել, Սամվել Շարամանյանին են առաջարկել։ Պարոն Մելքոյան, մինչև այսօրվա իրավիճակին հասնելը եւս մեկ կարճ հարց, էլի, միգուցե ինքը մի քիչ բան է, ոչ քաղաքական կամ արդիական է թվում, բայց երբ որ դուք գնում եք Եվլախ, այդ մտնոլորտ է, այսպես ասեմ, դες ինչ էր ադրբեջանցիները ինչ որ հատուկ այնպեսի մտնոլորտ ստեղծել էին, որ ցույց տային, որ պայմանական դուք կապիտուլացվելու եք այստեղ։ Անկեղծ ասեմ, այնքան բարդ օրեր էր եւ այնքան մեծ պատասխանատվություն էր, որ նման դետալների վրա նույնիսկ ուշադրություն չէինք դարձնում, քանի որ ինչպես ես արդեն առիթ ունեցա ձեր մյուս գործընկերների հետ հարցազրույցում խոսալ սրա մասին, մենք հիմնականում կենտրոնացած էինք մարդկային կյանքերի փրկելու Այդտեղ պայմանավորություն ձեռք բերվեց, որ հակարին բացում են մարդիկ դուրս են գալիս։ Այդտեղ պայմանավորություն ձեռք բերվեց, որ իրանք եւ մենք այդ պայմանավորության համաձայն որևիցե մեկը չի դժվելու, այսպես, քանի որ ռազմական գործողությունների ավարտից հետո բազմաթիվ մեր քաղաքացիները հայտնվել են փակուղու մեջ եւ բացի քաղաքացիական անձանց նաև տարբեր ստորաբաժանումներ, որ երաշխիք չկար, որ ասենք ինչ որ մի սարում այնտեղ տեղի կունենա, ասենք հերթական ինչ որ մի այո, եւ մեր հիմնական նպատակը այն էր, որպեսզի փրկենք այդ մարդկանց կյանքերը։ Պարոն Մելքոյան, Ալեն Սիմոնյանի հայտնի հայտարարությունը մնայիք կռվեիք, իրականում իր ասածը շատ սուր ընդունվեց, որտեվ ձևակերպումը կարծես թե մեղմ ասած ոչ կոռեկտ էր ու խոսում էր ինքը մի աղջկա հետ, լրագրողի հետ, որը ոչ պիտի մնա, ոչ է պիտի կռվեր էլի հաստատ։ Բայց այդ թվում նաև ընդդիմության դաշտում մեկում մեջ լինում են այսպես խոսքեր, մտքեր, հետևություններ առ այն, որ Արցախի ռազմաքաղաքական էլիտան այս 20 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորից հետո, հայտարարությունից հետո մի տեսակ, այսպես ասեմ, հանգստացավ կամ ոչինչ չարեց վերահաս պատերազմին պատրաստվելու համար, շատ հույս է դնելով
ռուսական խաղաղապահների եւ խաղաղապահների գործոնին։ Այսինքն, չգիտեմ, չփրվեցին բունկերներ, չգիտեմ, երկիրը չբերվեց ռազմական կարգավիճակի, չսկսվեց համատարած մոբիլիզացիա, ու միշտ օրինակ են բերում, ասենք, օրինակ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը ասում է Գազայի հովիտը Երևանից 3 անգամ մեծ տարածք է, Գազայի հատվածը, բայց մինչև հիմա աշխարհի ամենաուժեղ ու մոտիվացված բանակներից մեկի դեմ կռիվ են տալիս, իսկ Արցախում չպատրաստվեցին ադրբեջանական հնարավոր նոր ագրեսիային։ Այս չասեմ մեղադրանք բառը, բայց այս դիտարկումը ձեզ համար ընդունելի է։ Միանշանակ ոչ։ Ավելին ասեմ, մենք մնացինք եւ կռվեցինք։ Հիմա փորձեմ փակագծերը բացեմ։ Համեցեք։ Ինչ տեղի ունեցավ, մենք մնացինք մենակ։ Քանի որ բոլորը մեզանից հրաժարվել են եւ այդ մեսիջները մենք բարբերաբար ստանում ենք, սա խոսքը վերաբերում է արդեն կոնկրետ սեպտեմբերի 19-ին։ Բոլորը ասելով Հայաստանի իշխանությունները եւ ռուսական խաղաղապահները։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության այդ ռազմական դոկտրինայի մեջ 2022-23 թվականներին կար հստակ մի կետ Արցախի նկատմամբ ռազմական գործողությունների ժամանակ, քանի ժամում պետք է հասնեն օգնության։ Իդեպ օգնությունը ոչ միայն այսպես մարդաքանակով եւ այլ, այլ հենց կոնկրետ կազմակերպումը տարբեր տեսակի այսպես վառելիք կլինի դե թե փամփուշտի, թե չգիտեմ եւ այլ, այսինքն այդ կապը պետքա լիներ, որպեսզի ապահովեին։ Եթե չկա, պետքա մտածեին այլ կերպ օգնեին։ Այդ օգնությունը տեղի չունեցավ, չեկան։ Ինչ վերաբերվում է կոնկրետ մեր տեղեկացված լինելուն, թե ինչքանով ենք մենք պատրաստ եղել դրան։ Իրականում 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո մենք գրեթե ամեն օր ամեն ժամ մտածում ենք ինչպես ամրապնդել մեր ունեցած շատ վատ դիրքերը, վատ նկատի ունեմ ռազմավարական առումով եւ կխնդրեմ հենց իմ Facebook-յան էջում կա այդ հայտարարությունները ազգային ժողովի ամբիոնից գրեթե ամեն այսպես կառավարության այդ հարցու պատասխանի ժամանակ համար մեկ խնդիրը մենք դնում ենք քաղաքացիական պաշտպանության ոլորտի արդիականացման զարգացմանը համար մեկ խնդիրը եւ մենք բերել ենք հասցրել բյուջեն մինչեւ 2 միլիարդ այլ հարց է այլ խնդիր է արդյոք ունենք պաշտպանական բյուջեի մասն ենք խոսում թե ընդհանրապես Արցախի բյուջեի ոչ խոսքը վերաբերում է քաղաքացիական պաշտպանության քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ սա նկուղներին է վերաբերում սա վերաբերում է ապաստարաններին սա վերաբերում է տարբեր իրազեկման միջոցներին եւ այլ ունեցած ռեսուրսներով մենք փորձում ենք այդ ամեն ինչը անել երկրորդը շատ կարճ ժամանակում ստեղծվեցին այսպես նույն ժողովրդից ամեն տարածաշրջանում ամեն ռեգիոնում ստեղծվեց իրենց աշխարհազորի ջոկատները այսպես կոչված տերաբարանաները, հա, այսինքն տարածքային պաշտպանություն։ Այո, ովքեր որ համագործակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հետ։ Այսինքն մեր ունեցած ուղ ռեսուրսներով մենք փորձում ենք եւ մենք անկախ այդ բոլոր երաշխիքներից հաշվի առնելով մեր 30 տարիների փորձ եւ առհասարակ պատմությունը, թե որտեղ ենք ապրում եւ ում հետ ենք ապրում եւ երբեք եթե կա սեղանի շուրջ մի հատ թուղթ եւ ստորագրություն, այդ թղթի եւ ստորագրության հետևը առնվազն պետք է լինի հզոր բանակ։ Թե չէ, այդ թուղթը ինքը ոչ մի հզորություն, ոչ մի ուժ չունի։ Դե հիմա Հայաստանի իշխանությունները ասում են, եթե այդքան արել էիք, մենք արել ենք, ասում են, ասում է Փաշինյանը նորը ելույթերն ու խորհրդարանում թվեր էր բերում, թե ինչքան գումար է ուղարկել Արցախ իր կառավարությունը եւ իր կառավարման օրոք, ինչքան բան է արվել Արցախի համար, բայց 2 օրվա ընթացքում փաստորեն տեղի ունեցավ ինչ որ տեղի ունեցավ։ Հա, բայց ինքը հստակ տիրապետում է այդ գումարները որտեղ է ծախսվել։ Եվ բարբերաբար ինքը մարդկանց ուղարկում էր, որպեսզի ստուգեին այդ գումարները որտեղ է ծախսվել։ Եվ ավելին ասեմ, ինքը այդ պահին, այդ օրվանից ինքը համագործակցում էր միայն ու միայն Արեգ Հարությունյանի հետ, ով որ այսօր գտնվում է Ադրբեջանի բանտում եւ ինքը կարող է ցանկացած հայտարարություն անել, քանի որ երկրորդ մարդը, ով որ ստացել է փաստացի այդ գումարները, այստեղ չի եւ չի կարա կոպիտ ասած իրեն պատասխանի, թե որտեղ է ծախսել այդ գումարները կամ ոնց են ծախսվել այդ գումարները։ Բայց ես ավելին ասեմ, ցանկացած գումարի համար մեր ունեցած տեղեկությունները, քանի որ մենք ընդդիմություն էինք եւ այսպես այդքան բան չունեինք Արցախի ժողովրդական կուսակցությունը։ Այո, եւ ոչ միայն կան նաեւ մեր մյուս գործընկերների հետ, ասինքն առաջի հերթին այդ գումարները ծախսվեցին այն բոլոր վնասները եւ հետևանքները չեզոքացնելու համար։
բազմաթիվ փախստականներ ունեցանք, այդ մարդկանց բնակարանային ծրագրեր, բազմաթիվ մարդկանց ֆինանսական աջակցություն, ել չեմ խոսում, ասինքն նոր ծրագրերի, խոսքը վերաբերում է նոր բնակարանային ծրագրերի մասին, եւ վստահ եմ, որ տեղյակ են այդ ամեն ինչի մասին, ցանկացած գումարի մասին, եւ շատ հեշտ է մեղադրել մի կողմին եւ չստանալ պատասխան մյուս կողմից, քանի որ կոնկրետ այդ մարդիկ այսօր այստեղ չեն։ Գալով այսօրվա իրավիճակին, քիչ առաջ, երբ որ մենք դեռևս չէինք մտնում ստուդիա, Փաշինյանը հանդես եկավ հերթական հայտարարությամբ, ասելով, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու, սա առաջինը, երկրորդն էլ դեռ կասեմ։ Հիմա սրան զուգահեռ Հայաստանում դեռևս գործում են Արցախի պետական ինստիտուտները, առնվազն ինքնալուծարման մասին հայտարարություն չկա, ազգային ժողովի մասին է խոսքը, նախագահ, որոշ ենթադրաբար նախարարություններ, առնվազն կոչումներով այդպես մնացել են։ Եվ մեծ հաշվով հենց այս ինստիտուտների գոյությունն էլ գոնե էմոցիոնալ մակարդակի վրա Ղարաբաղյան շարժման շարունակություն է նշանակում։ Ձեզ եթե պետությունը, իշխանությունը իմաստնավորի այսպիսի հայտարարություն է անում, որքան կարողանան Արցախի պետական ինստիտուտները այս բարիկադացված պայմաններով ճակերտավոր շարունակել իրենց գործունեությունը։ Սկսենք երևի Ղարաբաղյան շարժումից։ Նախ եւ առաջ Ղարաբաղյան շարժումը մի հոգի չի սկսել եւ որևիցե մեկը իրավունք չի տվել այս շարժումը այսպես ճակերտներում լուծարել։ Ղարաբաղյան շարժումը ինքը համահայկական շարժում է եւ ի շնորհիվ Ղարաբաղյան շարժմանը մենք ունեցանք բազմաթիվ հաղթանակներ։ Ի շնորհիվ Ղարաբաղյան շարժմանը մենք ամբողջ աշխարհով մեկ, մասնավորապես մեր Սփյուռքը, բարձր գլխով քայլում էր եւ ասում էր մենք հայ ենք, եւ Ղարաբաղյան շարժումը տվեց մեզ նոր հաղթանակներ եւ այդ շարժման արդյունքում մենք ստեղծեցինք նոր բանաձևեր, Հայաստան, Արցախ, Սփյուռք, այդ երամիասնությունը։ Իրենք հիմա ասում են, որ Ղարաբաղյան շարժումը ուղիղ վտանգում է Հայաստանի Հանրապետության գոյությունը, այնպես ինչպես 23 թվականի գործողությունների ժամանակ Հայաստանի խառնվելը նույնպես կվտանգեր Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Այսինքն բերում հակադրում են այս երկու երևույթները իրար։ Իրականում նման թեզեր շատ ենք լսել եւ ես ձեզ վստահեցնում եմ, եթե հակառակորդը, հակառակ կողմը որոշի, որ սկսում է ռազմական գործողություններ, ինքը կարող է նույնիսկ օրինակ բերել, թե Երևան քաղաքում ծառերը ճիշտ չեն, այսպես բան անում, աճում կամ կտրում, չգիտեմ, այս վերջերս էտում, այո, եւ սա պատճառ է, որպեսզի դուք մեր էկոլոգիային վնաս եք հասցնում, մենք սկսում ենք, այսինքն ցանկացած պատճառ իրենք կարող են բերել։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղյան շարժման, սա մի այսպես մի շարժում էր, որը համախմբեց ամբողջ հայազգը եւ իրականում մենք ունենք բազմաթիվ դրական օրինակներ եւ եթե դու փակում ես այս շարժումը եւ մենք տեսնում ենք այս 7 տարվա ընթացքում վարած քաղաքականությունը եւ դրա այլ ընտրանքը սա է ինչ որ մենք տեսնում ենք, ես կարծում եմ այդ նույն շարժումը եւ շարժման հետևանքները ինքն լավագույնն է ինչ ունեցավ մեր հայազգը եւ պետք է շարունակել այս ամեն ինչը, պետք է շարունակել պահպանել այդ երամիասնությունը, պետք է դրա շարունակությունը կարող է բերել Ադրբեջանի կողմից ճակերտավոր լեգիտիմ, ինչպես իշխանություններն են պնդում, ռազմական գործողությունների, որովհետեւ իրենք ասեն, որ դուք շարունակում եք մեր նկատմամբ տարածքային պահանջներ ունենալ։ Սա իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն է։ Ես երևի չմեկնաբանեմ, քանի որ նորից եմ ասում, կրկնվելու եմ, տարբեր պատճառ կարող հանդիսանա, իհարկե մենք ստեղ գտնվելով փորձում ենք մաքսիմալ չեզոքացնենք այ մեր մեզանից, այսպես ասենք, բխող ռիսկերը, վտանգները, որոնք ինքն են ասում, քանի որ տարի ու կես է մենք չենք խառնում որևիցե ներքին քաղաքական իրադարձությունների, բայց մենք պահելու ենք մեր պետական ինստիտուտները, մենք փորձելու ենք շարունակել այս ծայրահեղ դժվար պայմաններում կազմակերպել մեր աշխատանքները։ Իդեպ պետական ինստիտուտային պահպանման մասին 3 տեղի ունեցել Արցախի խորհրդարանի նիստ, ճիշտ եմ հասկանում։
Պարբերաբար է տեղի ունենում խորհրդարանի նիստը։ Որովհետև ես կարդացի Մետաքսե Հակոբյանի տված բարդ հարցած մեկնաբանությունը լրատվամիջոցներից մեկի, մասնապես News-ին, այնտեղ ասում էր, որ սկսվում է սահմանադրական փոփոխությունների գործընթաց, այսինքն խորհրդարանը փոխում է Արցախի սահմանադրությունը։ Ես ուզում ձեր մեկնաբանությունն է սա արդյոք։ Անկեղծ ասած տեղյակ չեմ, ծանոթ չեմ Մետաքսե Հակոբյանի այդ գրառմանը, հայտարարությանը, բայց կցանկանայի նորից շեշտել եւ ելի առիթ ունեցել եմ խոսել սրա մասին։ Արցախի հանրապետության իշխանությունները, կառավարությունը ունի իր օրակարգը եւ ինքը շարժվելու է ըստ այդ օրակարգին։ Հասկացա, բայց դա չի կարի հանրային ձևով բան չլինի, չլուսաբանվի, էլի։ Չէ, եթե ոչեք կարա գաղտնի սահմանադրություն փոխել։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Եթե այդ ամեն ինչ տեղի է ունենում եւ խնդրեի դուք հետեւել մեր պաշտոնական էջին, Արցախի հանրապետության ազգային ժողովի էջին եւ այնտեղ պարբերաբար հրապարակվում է պաշտոնական տեղեկատվություն։ Ես ուղղակի հիմա ուզում եմ գտնել այդ հայտարարության հատվածը, ուզում հերոսատետողների գիտություն, որից հետո արդեն կանցնենք հաջորդ հարցին։ Այսօր Արցախի հանրապետության ազգային ժողովի նիստը կայացել, ընդունվել է սահմանադրական փոփոխություն նախագիծ, համաձայն որի ապահովում է պետական ինստիտուտների շարունակականությունը։ Դուք մասնակցել եք այս նիստին, թե ոչ։ Մենք պարբերաբար հավաքվում ենք եւ քննարկում ենք ինչպես անել, որ մեր սահմանադրությունը բերել հասնել այն վիճակին, որպեսզի ինքը չլինի թիրախավորված այս կամ այն զարգացումների, գործողությունների արդյունքում։ Նիստեր ունենում ենք պարբերաբար եւ կարծում եմ առաջիկայում դուք պաշտոնական էջում նաեւ կտեսնեք տարբեր։ Լավ, պարոն Մելքումյան, առաջիկայում 3 խորհրդարանում ես էլի պիտի, որովհետեւ տեսեք, կա այս խնդիրը, ուզենք չուզենք պիտի խոսենք նաեւ այս դրա մասին։ Փաշինյանը հերթական ակնարկ արեց, ասում է, խոսելով վերջի շրջանում արցախցիների բողոքի ակցիաների ցույցերի մասին, ինչպես նաև ռետորիկայի մասին, խոսույթի մասին, ասում է, սահմանի էսկալացիաները, որ տեղի ունեն, ինչ է դուք գիտեք, դրանք պատահական են տեղի ունենում, մենք թույլ չենք տալու, որպեսզի Հայաստանում տեղի ունենա լինեն գործընթացներ, որոնք կհանգեցնեն սահմանային էսկալացիաների։ Այսինքն ինքը մեծ հաշվով ակնարկում էր, որ արցախցիների գործողությունների հետևանքով ադրբեջանցիները կրակում են մեր սահմանին։ Սրա մեջ ռացիոնալիզմ կամ ռացիոնալ հատիկ կա, թե ոչ։ Եթե խոսքը վերաբերում է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի գործնեության մասին, որը որ հանրահավաքից հետո այդ մարդիկ, ովքեր որ ներկա են եղել, լիազորել են այդ խումբ մարդկանց, ովքեր որ շարունակ են պայքարը, իսկ այնտեղ եթե չեմ սխալվում 15 եւ ավել հազար մարդ կար, սա ուղղակի մի կոչով հավաքվել են եւ բազմիցս խորհրդի անդամները տվել են պարզ պատասխան այս ամեն ինչի։ Իհարկե փորձում են բերել բացի սահմանային լարվածությունների ներքաղաքական դաշտ, որ սա արվում է իշխանափոխության համար եւ այլ եւ այլ եւ այլ։ Մարդիկ հստակ ձևակերպել են իրենց պահանջը։ Այսինքն վախենում են, պարոն Մելքումյան, 15000 մարդ հրապարակում, համաձայնեք, որ սրբազան շարժումից հետո երկրորդ երևի առաջին բազմամարդ հավաքն էր, որ տեղի ունեցավ օպերայում, եւ իշխանությունները գիտեն, որ այդ Արցախայությունը առանձնապես լավ չի տրամադրված իրենց նկատմամբ, ուստի փորձում են կոտրել դա։ Բայց փորձել են հետազոտել, փորձել են հասկանալ որտեղ է պատճառը։ Եթե նույնիսկ վախենում են, եթե նույնիսկ կա այդ դժգոհություն։ Պատճառը այն է, որ արցախցիները մտածում են, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետևանքով իրենք դարձել են տնավեր։ Սա է պատճառը, եւ այդ հետևանքը Փաշինյանը չի կարող ուղղել, ուզի կամ չուզի։ Միանշանակ, բայց բացի դրանից, նաեւ մենք տարի ու կեսա փորձում ենք կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, առաջարկում ենք մեր ծրագրերը, մեր տեսլականը, առաջարկում ենք մեր մասնագետների ներգրավվածությունը այդ քննարկումներին Արցախահայության խնդիրների շուրջ, սոցիալական խնդիրների, այո, քանի որ ունեն մեծ փորձ, մասնավորապես 20 թվականի պատերազմից հետո այդ ճգնաժամը, այդ աղետը վերացնելու եւ շատ սուղ նորից եմ նշում ռեսուրսներով, բայց կարողացան իրանց մոտ հաջողվեց եւ փորձում ենք մենք բացատրել, որ ընդունեք այս մարդկանց եւ շատ օգտակար կլինեն եւ ի վերջո Արցախցու մենտալիտետը ինքը մի քիչ բան է, պետքա մարդը լինի, որ իմանում է ու հասկանում է։ Ինչն է պահանջը։ Իրականում առաջի փուլում մարդիկ, որ եկել են հասել են ստեղ, իհարկե նորից ուզում եմ օգտվելով առիթից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել
Հայաստանում ապրող, Սփյուռքում ապրող բոլոր մեր քույր եղբայրներին, ովքեր մինչ օրս այսպես ժողովրդի լեզվով ասած իրենցից կտրում են եւ տրամադրում են արցախցիներին, հայերին, որտեվ պատկերացնում են իրականում այդ աղետի մասշտաբը, պատկերացնում են իրականում թե քույր եղբայրը ոնց են լինում, հասկանում եք։ Եվ մենք այդ առաջարկությունները տարի ու կեսա մերժում, դուք գործ չունենք, մենք այդ ծրագրերով զբաղվում ենք, մենք արդեն իսկ հրավիրել ենք ինչ որ Արցախի հանրային սեկտորից մարդկանց, որոնք որ մինչ օրս ոչ տեղյակ ենք ովքեր են այդ մարդիկ եւ այլ նույն մարդիկ են, որոնք որ այնտեղ 23 Ես չեմ բացառում, այո, չեմ բացառում, այսինքն մաքսիմալ մեզ չեզոքացրել են եւ եթե այդ ծրագրերը ըստ ձեզ իրենք այդքան լավ մշակված լինեն։ Ինչու որովհետեւ մեկը չի օգտվել։ Կամ օգտվել են շատ քիչ քանակությամբ, ուրեմն ինքը լավը չի։ Հասկանում եք, լավը չի։ Մենք իրանց ասում ենք ոչ թե դժգոհ ենք, որ այսպես այնպիսի տպավորություն է ստեղծում, որ Հայաստանի կառավարությունը մեզ անվճար բնակարաններ է տրամադրում, մենք ասում ենք, մենք չենք ուզում այդ բնակարանները։ Չտակ հանգարց մեզ այս բնակարանները, մենք չենք ուզում։ Հասկանում եք։ Բայց կա չէ խնդիր կա եւ բարբերաբար ասում ենք եկեք հանդիպենք խոսենք չէ Երեք խնդիրը խորացավ Հիմա ներողություն պետքա վրան տեղադրեին եւ 15000 մարդ դուրս գար որ եթե չեմ սխալվում այո 3 տեղի ունեցավ փոխվարչապետի հետ հերթական հանդիպում ինչ որ բանկ շարունակել շարժվել այո եւ ստեղծվեցին այդ հանձնաժողովները ստեղծվեցին այդ մասնագիտական այսպես նեղ պրոֆիլային խմբերը Էսա մեր մոտեցումը։ Պամելքոն նկատում եք մի բան, տեսեք, երեկվա էլի պիտի հղում անեմ Հայաստանի վարչապետին, երբ որ խոսում էր 40+10 ծրագրերի մասին, որ արցախցիներին տրվում է, ասաց, որ ասում է, դուք հասկանում եք, մի բզբզացեք, ասում է այս թեման, բառացի եմ ասում, հա, ասում է, վաղը գավագան օրինակ սունգայիցիները եւ բաքվեցիները, ասեմ, մեզ էլ են բռնակախտել, բա մեզ էլ փող տվեք Էլ չեմ ասում Հայաստանի Հանրապետության այսպես տեղացիները, պայմանական ասած, իրենք էլ կարող են գալ ասել, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մարդիկ ինտեգրվեն, գնացեք եւ աշխատեք եւ ձեր գլխի ճարը տեսեք։ Ու այս խոսույթը ձևակերպվում է նաև իշխանական մամուլում, ես այսօր նայում եմ մի խայտառակ հարցում բառից բուն իմաստով, որտեղ գտել էին հատուկեն սրիկաների Երևանի փողոցներում, ես վստահ եմ, որ այդ մարդիկ ոչ միայն մեծամասնություն անգամ տոկոս չեն կազմում, դա հարցի մյուս կողմն է, բայց այդ հատուկեն սրիկաները ուղղակի մեր մեջ ատելություն էին սերմանում, հայաստանցի, արցախցի եւ այլն եւ այլն։ Սա պետական քաղաքականության է նմանվում այլևս։ Սա է հարցը, այստեղ ինչպիսի դեղամիջոցներ կարող են գտնել։ Շատ լավ, եկեք էլի վերջից սկսենք։ Ամեն ինչ կախված է ցանկությունից։ Եթե ունենային ցանկություն, տարի ու կեսվա ընթացքում այս հարցը ել ավելի ուրիշ ձև կլուծվեր։ Արդյոք այդ պահանջները արդարացի չեն։ Մարդիկ ինչ են ուզում, մարդիկ ուզում են օգտվել իրենց իրավունքներից։ Արդյոք Բաքվից, Սումգայիթից փախստականները իրավունք չունեն վերականգնել իրենց այսպես պահանջները, որպեսզի լավ կամ նույն վերջի էս բանը։ Արդյոք մենք այդ իրավունքը չունենք։ Հայաստանի Հանրապետությունը առաջի օրվանից ստանձնել է այդ պարտավորությունը, պարտադրել է, որ մենք պետք է գնանք, վերցնենք այդ փախստականի կարգավիճակը, եւ ինչ է դա ենթադրում իրանից, որ կա մի պետություն, որ զբաղվելու է մեր հարցերով, մեր խնդիրներով, չէ՞։ Հակառակ դեպքում մենք ասում ենք, եկեք այս հարցը բարձրացնենք ել ավելի ուրիշ հարթակներում, ավելի միջազգային, այսպես ստատուս տանք այս հարցին։ Կամ բազմաթիվ օրինակներ, եթե դուք չեք կարողանում, ասեք կամ օգնեք մեզ, միասին փորձենք։ Համերգան, իրանք ասում են չկա Արցախի խնդիր այլևս, չի մասնա խոսքը։ Դա իրանք են ասում, լավ։ Հիմա նորից եմ ասում, եթե ուզում ես, որ ես գնամ աշխատեմ կամ արցախցիները գնան աշխատեն, այսպես մենակ ասելով չի։ Առնվազն դուք լավ տիրապետում եք այսօրվա Հայաստանի աշխատանքի շուկային եւ առնվազն դուք տիրապետում եք, որ ձեր այդ կոչերը բերելու են հերթական արտագաղթի։ Եթե սա է նպատակը, միանշանակ գերազանց կատարելու եք ձեր խնդիրը։ Բայց մենք չենք ուզում, սա մեր երկիրն է, մենք 30 տարի պաշտպանել ենք եւ պայքարել ենք ոչ թե Արցախի Հանրապետության եւ ոչ միայն Արցախի Հանրապետության համար։ Մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետության սահմանը։ Մենք բանակում երթում ենք տվել այդ պրիսագա հասկացողություն եւ ընդ գրված էր պաշտպանել Արցախի եւ Հայաստանի Հանրապետության սահմանները եւ մենք չենք հրաժարվում այդ պրիսագայից, այդ երթումից։
Էս է խնդիրը, մարդիկ այդ ամեն ինչը այստեղ հասկանան։ Տեսեք, կապված բանի հետ, Փաշինյանի ասածների եւ ընդհանրապես այս լարվածության հետ իրենք կարծես թե հատուկ անընդհատ հրապարակ են նետում են թեզերը, որ արցախցիներ չեն ուզում աշխատել, եկել են 40+10 են ստանում, էս են անում, են անում եւ այլն եւ այլն։ Միգուցե այնուհետև Արցախյան պաշտոնական ներկայացուցիչները ավելի շատ ու ավելի հրապարակային փորձեն այս թեման բացատրել, որ այս մարդիկ տնավեր են, որ եկել են Վարձով են 99% ապրում, որ լեգենդները, որ չգիտեմ, Ղարաբաղցիները թալանեցին եւ այլն, այսինքն պարզ 99% ժողովուրդը Հայաստանում տուն չունի, այդ տունը Վարձով է, մարդ չի կարողանում, այսինքն ամբողջությամբ տնավեր դարձած համ վարձ տա, համ ապրի։ Եվ այսինքն այս process-ը ավելի մանրամասը միգուցե ավելի շատ պետք է խոսի։ Շատ հաճախ հարցնում են, թե ինչով է զբաղվում Արցախի հանրապետության իշխանությունները, կառավարություն, ազգային ժողով։ Տարի ու կեսա մենք զբաղվում ենք հենց այդ հարցով։ Տարի ու կեսա փակ ռեժիմով կամ տարբեր այլ խողովակներով փորձում ենք փաթեթներով ներկայացնել այս խնդիրները։ Եվ եզրակացությունը միակն է։ Եթե չլինեն այս ծրագրերը, մենք լուրջ արտագաղթի խնդրի առջև ենք կանգնելու։ Ես դուք պատկերացնում եք, չէ՞, որ այդ մարդկանց մեծամասնությունը թե մնաց Հայաստանում, իրենք վերածվում են էլեկտորատի եւ որվա իշխանությունների համար էլ առանձնապես ցանկալի չի այդպիսի էլեկտորատ ունենալը։ Ամբողջ մեր խնդիրը հենց սրա մեջ է կայանում։ Ցավոք սրտի մենք մեր ժողովրդին այնքան ենք քաղաքականացրել, որ ցանկացած գործընթաց դիտարկվում է հենց քաղաքական պրիզմայի տակ։ Ոչ, ես դիտարկում եմ, որ այդ մարդիկ մնան ստեղ, այդ մարդիկ հենց այն հայ ազգի լավ սերուցքն է։ Այդ մարդիկ հենց այն մարդիկ են, ովքեր կարողանում են երկիր պաշտպանել, կարողանում են երկիր կառուցել։ Հիմա պահում եք մենք։ Ատամներով պահում են այդ երկիրը։ Արցախի պաշտպանության բանակից ես ենթադրում եմ հազարավոր սպաներ եկել են Հայաստան, չէ՞։ Դուք տեղյակ եք այդ մարդկանց ընդհանրապես ոչ միայն պաշտպանության բանակից, ուժային կառույցներից ընդհանրապես այդ մարդկանց աշխատանքի ընդունում են, թե ոչ։ Ճիշտն ասած, տեղեկություն այդքան շատ չունեմ, քանի որ խոսքը վերաբերվում է երկու փակ, այսպես համակարգերի, այո, չեմ բացառում, որ ոմանք տեղավորվել են, չեմ բացառում, որ ոմանց մերժել են։ Ուրիշ հարցն է, պարոն Մելքոմյան, այս հարցը ինձ միշտ տանջում է ու չեմ կարողանում գտնել այս հարցի պատասխանը։ Հիմա արցախցիները եկան Հայաստան իրենց կապույտ անձնագրերով, այդ անձնագրերը այնպեսին է, ինչպեսին ես ինքս ունեմ այդպիսի անձնագիր, կոդն է այնտեղ կարծեմ 070 ներողություն, հա։ Մեկը ասում են դուք Հայաստանի քաղաքացի չեք, փախստական եք։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այդ պարագայում մինչև 2020 թվականը եւ նաեւ 2020 թվականից հետո մինչև 2023 թվականը Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայաստանում պետական պաշտոններ զբաղեցրած ծնունդով արցախցիները, որոնք Արցախի հանրապետությունից են տեղափոխվել Հայաստան, մեղմ ասած այդ հրամանագրերը մեղմ ասած ապօրինի են, եթե հետևում ենք այն տրամաբանությանը, որը որ այսօր օրվա իշխանությունները անում են։ Այն քայլերը, որոնք Ես օրինակներ բերեմ, Ջալալ Հարությունյան, Մովսես Հակոբյան, ես ասեմ մարդկանց, որոնք որ ոչ թե լավ ու վատի մասին չեմ խոսում Արցախի հանրապետությունից տեղափոխվել են Հայաստանի հանրապետություն աշխատելու այնպիսի պաշտոններում, որտեղ պետք է լինել բացառապես Հայաստանի հանրապետության քաղաքացի օրենքով սահմանված կարգով։ Այն որոշումները, որոնք որ կայացնում են իշխանությունների կողմից եւ առհասարակ տրամաբանություն բառը, մեկը մյուսի հետ չի խոսում առհասարակ, եթե խոսում եք տրամաբանությունից։ Իհարկե բազմաթիվ նման օրինակներ կան, նաև բազմաթիվ օրինակներ ունենք, ովքեր որ Արցախում ապրող մեր հայրենակիցները ունեն ID քարտեր, ովքեր որ այդ ID տեղական Հայաստանի։ Այո։ Այս ոլորտը ընդհանրապես որովհետեւ մի կերպ համակարգված չի։ Եվ հենց սրա մասին ենք մենք խոսում, երբ որ դուք միանշանակ պնդում եք, որ դուք Հայաստանի քաղաքացի չեք կամ եւ այլ, կամ բազմաթիվ դեպքեր, որ հակառակն է ասում։ Ախր ցանկության դեպքում պետք է նստել եւ խոսել։ Մենք թշնամի չենք։ Մենք չենք եկել այդտեղ ինչ որ մի բան քանդել, քայքայել։ Պետք չի մեզ այդ աչքերով նայել եւ ինչպես դուք եք ասում, ատելություն սերմանել։ Չնայած Փառք Աստծուն մեր հայրենակիցների մեծ մասը, շատ մեծ մասը նման կերպ չի մտածում։ Նորից եմ ասում, այո, սա իշխանության պարածքին է սպայի։ Այսինքն պետք է հաստատ տարանջատել այդ ամեն ինչը եւ դա էլ կարծիքով ներքաղաքական կոնյունկտուրայից ելնի։ Միանշանակ։ Ես չեմ բացառում, որ վաղը նորից որոշում կայացնի, որ մենք բոլորը 070 կոդը ճանաչվի, այսպես լիարժեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ կարող են օգտվել բոլոր այն իրավունքներից, բոլոր
բոլոր այդ ամեն ծրագրերից եւ այլն եւ այլն։ Անքննելի են Փաշինյանի օրիները։ Պարոն Մելքումյան, վերջին հատվածը մեր խոսակցության, որի մասին կուզեի անպայման խոսել, ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում, Արցախահայության վերադարձ, այդ նկրկին օրվա իշխանությունները ասում են, որ այն վերադարձի մեխանիզմը, ինչը որ պատկերացնում են արցախցիները կամ արցախցիների առաջնորդները, հա, այսպես ասենք, այդ վերադարձը հնարավոր չի եւ այդպիսի խոսակցությունը դուռ է բացում կրկին Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ գործողությունների համար։ Եթե էմոցիոնալ դաշտից վերանանք, այսինքն կա Հայաստան պարտված եւ կա Ադրբեջան հաղթած, կա 150,000 տարբեր հաշվարկներով 120-ից 150,000 տնավեր դարձած փախստական արցախցիներ։ Առանց պատերազմի վերադարձ հնարավոր է։ Լավ, փորձենք այսպես։ Մինսկի խումբը շատ կարևոր դեր ունի եւ դեր խաղացել է մեր ամբողջ այս հակամարտության ժամանակ։ Մինսկի խմբի համանախագահող երկրները բնականաբար այսօր թելադրում են աշխարհում ինչ կարգ պետք է լինի։ Ցավոք սրտի վերջնական ծրագրերից որից մեկը տեղյակ չի, բայց Մինսկի խմբի համանախագահող երկրները միանշանակ չեն պնդել եւ չեն պնդում, որ այո, այդ հակամարտությունը փակված է եւ մենք լուծարում ենք այս կառույցը։ Եթե ցանկություն լիներ իրականում լուծել այս հակամարտությունը, ես կարծում եմ իրենք կառաջարկեն լրիվ ուրիշ այսպես օրակարգ եւ վստահ եմ, որ այդ օրակարգը դեռ լինելու է։ Այո, շատ ճիշտ եք ասում, պետք չէ այսօր պոպուլիզմով զբաղվել, պետք չէ այսօր այսպես հանուն անձնական ինչ որ ռեյտինգների քարոզչությամբ զբաղվել։ Ոչ, դա ճիշտ չի լինի։ Դա կլինի առնվազն մեր հայրենակիցների նկատմամբ այսպես հուսահատության մի նոր ալիք։ Բայց մենք պետք է համբերենք եւ պետք է հետևենք այս մեծ գործընթացներին, թե որտեղ է կանգ առնելու այս գործընթացները։ Եվ վստահ եմ Արցախի հարցը դեռ օրակարգ բերվելու է։ Արցախի հարցը միշտ լինելու է արդիական, քանի որ ցավոք սրտի, մեծ ցավով եմ նշում, երբ որ մենք հաղթում ենք կամ մեր հաղթանակները ոչ միայն մեզանով էր պայմանավորված, այլ նաեւ պայմանավորված է այս կամ այլ գերտերության շահերով։ Տվյալ պարագայում մեր ու իրենց շահերը օրինակ համընկել են եւ մենք ունեցել ենք հաջողություն։ Ես չեմ բացառում, որ մոտ ապագայում էլ նման գործընթացներ լինեն։ Առնվազն իմ կարծիքով բանակցությունները պետք է շարունակվի, հետ վերադարձի նույն այդ իրավունքի մասին, հետ վերադարձի ձևաչափի մասին պետք է խոսվի, պետք է տարբեր հարցեր քննարկվեն եւ հասկանում եմ մենք շատ ծայրահեղությունից ծայրահեղություն ենք գնում միանշանակ այսպես պատերազմով եւ այլն, բայց պետք է փորձենք խուսափել այդ պատերազմական ռազմական գործողություններից։ Խոսքը վերաբերվում է ուղղակի հարցը մտցնել օրակարգ եւ պահանջել, որպեսզի նորից սկսենք քննարկել այս հարցը։ Հա, բայց ադրբեջանցիները չպետք է համաձայնվեն, իրենց համար իդեալական տարբերակ։ Իհարկե ադրբեջանցիները չպետք է համաձայնվեն, իհարկե Հայաստանի Հանրապետության իշխանությունները Պրագայում երբ որ հրաժարվել են մեզանից, դա արդեն իրենց օրակարգից դուրս է, բայց դա դեռ չի նշանակում, որ Արցախի Հանրապետության իշխանությունները չպետք է պայքարեն եւ չպետք է պահանջեն, ինչով որ մենք ենք զբաղված այսօր։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերություն ընդունելու հետաքրքիր զրույցի համար հիշեցնեմ, որ 24-ում այսօր իմ տաղավարում հյուրընկալվել էր Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Արցախի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։